Թուրքիայի տրանսպորտի նախարար Ուրալօղլուն խոսել է զարգացման երթուղու եւ Զանգեզուրի միջանցք նախագծերի վերջին զարգացումների մասին, որոնք նպատակ ունեն նվազեցնել ծովային տրանսպորտային հանգույցներից կախվածությունը։ Կարսից մինչև Նախիջևանի սահման երթուղու շինարարության մեկնարկի մասին հայտարարելով Ուրալօղլուն նշել է, որ Թուրքիայի աշխարհատնտեսական դիրքը ամրապնդելու ռազմավարական քայլերը կշարունակվեն առանց ընդհատման։ Ըստ նրա, Նախիջևանում մոտ 80 կիլոմետր երկարությամբ գործող գծի արդիականացման եւ բարելավման աշխատանքներն ավարտվել են եւ 15-ից 20 կիլոմետր երկարությամբ նոր գծի շինարարությունը նույնպես ընթանում է ըստ պլանի։ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացումը լրացուցիչ հնարավորություններ է բացում տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու համար։ Այս մասին հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Շիմքենդում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։ Նրա խոսքով սա ակնառու օրինակ է, թե ինչպես են տրանսպորտային եւ լոգիստիկ ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը նպաստում արտաքին առևտրի խթանմանը։ Թեհրանը պետք է ավելի լուրջ վերաբերվի հակամարտությունն ավարտելու վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկին, հակառակ դեպքում Իրանը ստիպված կլինի առերեսվել լուրջ հետևանքների։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ Իրանը հակամարտության ընթացքն իր օգտին շրջելու ոչ մի շանս չունի։ Նրանք աղերսում են գործարք կնքել, ինչն էլ հենց պետք է անեին, քանի որ նրանք ոչնչացված են, ասել է Թրամփը։ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը օկուպացնում է Լիբանանը։ Չնայած պատերազմը Իսրայելի պատերազմն է, ծանր գին են վճարում նաև մուսուլմանները, ապա ողջ մարդկությունը։ Նեթանյահուի կառավարությունը թիրախավորում է ոչ միայն Իրանը, այլ նաև հետապնդում է Լիբանանի աստիճանական օկուպացիայի իր ծրագիրը, նշել է նա։ Մերձավոր Արևելքի հակամարտությունը զգալի վնաս է հասցնում համաշխարհային լոգիստիկային եւ արդյունաբերությանը։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա նշել է, համաշխարհային առևտրում եւ ներդրումներում ավելի ու ավելի հաճախ են ցնցումներ տեղի ունենում։ Պուտինը կոչ է արել խոհեմություն դրսևորել համաշխարհային շուկաներում տիրող իրավիճակում։